Ես կարող եմ օգտակար լինել Գյումրուն։ Ես ուզում եմ, որպեսզի գյումրեցին հպարտ քայլի փողոցով ու առաջվա նման արժանապատվորեն մտնի տուն, որովհետև գյումրեցին արժանի է մարդավայել ապրելակերպին։ Վարդան Ղուկասյան 90-ականների սկզբներին արդեն չկար 88-ի ոգևորությունը մարդկանց մոտ։ Երբեմնի հզոր պետության փլուզումը, ահեղ երկրաշարժը, ահագնացող պատերազմը, այդ ամենից բխող դժվարություններն ու քաղաքի այդ ժամանակների ղեկավարության անճարակությունն ու անգործությունը հուսալքության էին հասցրել գյումրեցուն։ Ելք չգտնելով ստեղծված իրավիճակից, բնության տարերքի վերքերը դեռ չսպիացրած, բայց նորորյա ազատամարտում իր անմնացորդ նվիրվածությամբ հերոսացած պատվասեր գյումրեցին իր ընտանիքի հանապազօրյա հացն ապահովելու համար դժկամությամբ բռնեց իր համար խորթ արտագաղթի ճանապարհը։ Հենց մեր միջից պետք է գար մեկը, ով լույսի մի շող կբերեր հուսալքության ու անվստահության համատարած թանձր խավարի մեջ խարխափող գյումրեցուն, ով գյումրեցուն նորից իր հպարտությունը կվերադարձներ, ով ոչ թե ետ կուղարկեր հանրապետական բյուջեից ստացած գումարները որպես տնտեսված միջոցներ, այլ նոր միջոցներ կփնտրեր Գյումրու հազար ու մի ցավը դարմանելու ու դրական ուղղությամբ շարժեր քաղաքի բյուջեի փաստացի զերոյական ցուցանիշը։ Գյումրին հոգեվարքի մեջ էր։ Կարծես անտեսանելի մի ձեռք ամուր փակել էր գյումրեցուն պատվախնդրություն ներշնչող աղբյուրը։ Գյումրեցին աշխատանք չուներ։ Նա, ով ուրիշներին կարող էր անընդհատ լավատեսություն ներշնչել, ինքն էր հասել հուսալքության դուռն ու բախտ էր որոնում օտարության մեջ։ Գյումրիում կարծես ժամանակը կանգ էր առել։ Վարդան Ղուկասյանի այս սկզբունքայնությունը շատերին խանգարեց։ Սա էլ բավական էր, որպեսզի դավադրություն իրականացվեր նրա նկատմամբ։ Մենք հարկադրված ենք հիշեցնելու և վերստին ցուցադրելու մեր պահոցի այս կադրերը։ 2007 թվականի ապրիլի 2-ին ազգային ժողովի ընտրություններից ուղիղ 40 օր առաջ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձ իրականացվեց, որին զոհ գնացին Վարդան Ղուկասյանի 4 ընկերները, ծանր վիրավորվեցին Գյումրու քաղաքապետն ու փոխքաղաքապետը։ Ես մի բան գիտեմ, որ այ հիմա ես որ կանգնած եմ, դա հրաշք է, այսինքն 150 հատ փամպուշտ ԱԿՄ ու ԱԿՍ կրակեն իմ կողմի վրա, 8 հատ 9 հատ փամպուշտ մտնի իմ ջանի մեջ, 150 հատ էլ ասկոլկա ես կենտանի եմ, իրենք գիտենան, որ եթե Աստված մեկին պահում է, ուրեմն անպայման պահում է։ Աստվածաշունչը կոնկրետ ասում է Սուրբ Բարձրացնողը սրով է ընկնում։ Ես իրոք հավատում եմ այդ խոսքերին։ Եվ ասում է դուք մի դադեք։ Եթե դուք դադեցիք այս աշխարհի վրա, ուրեմն դուք վերջացրեցիք այդ դադաստանը։ Դադաստանն Աստծունն է։ Ես զարմանում եմ, թե դրանք չեն մտածում, որ վերևն Աստված կա։ Գոնե տղամարդավարի դեմ դիմաց կանգնեին, ասեն, դե արեք խոսենք։ Չգիտենք էլ որ պատիծագից հարձակվեցին նենք թուրքի թուրքական այրամբ հայերը։ Այսա է դավաճանությունը։ Տղաները իմ փոքրուց ես հետները մեծացել եմ։ Նրանք թիգնապա չէին, նրանք իմ ախպերներս էին։ Կատարվածը ցնցեց ողջ Հայաստանը։ Թվում էր, թե գյումրեցին նորից թևաթափ կլինի, մտածելով, որ սա քաղաքը վերջնականապես կործանելու ծրագրի բաղկացուցիչ մասն էր։ Սակայն ոճրագործները սխալվեցին իրենց հաշվարկներում։ Այն ինչը չի սպանում մարդուն, կարող է հզորացնել նրան։ Վարդան Ղուկասյանը վերադարձավ, նոր եռանդ ու վճռականություն ցուցաբերեց։ Որ երկինս ես, Սուրբ եղեցի անուն քո, եկես ծառկայություն քո եղեցին կամք քո, որպես երկին ես և երկրին, զահաց մեր հանապազոր, տուր մեզ այսօր և թող մեզ, սպարտիս մեր, որպես և մեկ թողունք մերուն սպարտաբանած,
Եվ մի տանես մեզի փորձություն, այլ փրկյաց մեզ ինչ արե, սիքո երկայություն, և զորություն և փառք, այժմ և միշտ, հավիտենս, հավիտենից